Գիրք առակաց, գլուխ 18 Ինքնահաճույն մարդը ցանկություն է որոնում, ամեն հաջողության դեմ բորբոքվում է, հիմարը չի ախորժիլ խոհեմությունից, այլ իր սրտինը կհայտնե, ամբարիշտը գալիս անարգանք էլ կգա, և նախատինքի հետ խայտառակությունը, խոր ջուրեր են մարդիս բերանի խոսքերը, բխող գետ է իմաստության աղբյուրը, լավ չէ ամբարիշտին աչառություն անել արդարին դատաստանումը ծռելու համար, հիմարի շրթունքը կռիվի մեջ կմտնեն և նրա բերանը ծեծ է կանչում, հիմարի բերանը կործանում է իրան համար և նրա շրթունքները որոգայթ իր անձի համար, քսու մարդկանց խոսքերը քաղցր պատառների պես են, նրանք էլ են իջնում փորի ներսերը, իր գործումը թույլ լինողն էլ փչացնող եղբայրն է, ամուր աշտարակ է տիրոջ անունը, նրա մեջ է փախչում արդարը և ապաստան գտնում, հարուստի ստացվածքն իր ամուր քաղաքն է և բարձր պարսպի նման է նրա երևակայությունումը, կործանումից առաջ հպարտանում է մարդի սիրտը, բայց փառքից առաջ գնում է խոնարհությունը, ով որ բանը չլսած պատասխան տա, սա նրա համար հիմարություն է և ամոթ, մարդիս հոգին ուտում է իր հիվանդությունը, բայց կոտրած սիրտն ով կարող է տանել, խոհեմ սիրտը գիտություն կշահե և իմաստունների ականջը գիտություն կորոնե, մարդիս ընծան տեղ է բանում նրա համար և նրան տանում է մեծամեծների առաջին, արդարը երևում դատն առաջ սկսողը, բայց ոսողը գալիս է և քննում նրան, վիճակը դադարեցնում է վեճերը և զորավորներին բաժանում է, վիրավորված եղբայրը ամուր քաղաքի սպինդ է և վեճերը բերդի նիգերին են նման, մարդիս բերանի պտղիցը կկշտանա նրա փորը, նա կկշտանա իր շրթունքների արդյունքիցը, մահն ու կյանքը լեզվի ձեռքին է և նրան սիրողը կուտե նրա պտուղը, ամուսնուհի գտնողը բարիք է գտել և տերիցը շնորհք ստացել, աղաչանքներով է խոսում աղքատը, բայց հարուստը կոշտ է պատասխանում, բարեկամներ ունեցող մարդը վնաս կքաշե, բայց բարեկամ կա, որ եղբորից ավելի հաստատ է,